Փետրվարի 3-ին Վանաձորի Նարեկացի 65 հասցեում գրանցված պայթյունի հետևանքով դադարեցվեց քաղաքի գազամատակարարումը։ 350 մմ տրամագծով գազատարը դեռևս շահագործում է 60-ական թվականներից։ Այն քաղաքը սնուցող հիմնական գազատարն է։ Անմիջապես դադարեցվել է կասկածյալ հատվածի, ենթադրյալ հատվածի գազամատակարարումը, հատվածով գազամատակարարումը, սկսել են կատարվել հետախուզական աշխատանքներ, այսինքն վթարի օջախի հայտնաբերման աշխատանքներ։ Մինչև ուշ երեկոյան այդ աշխատանքները ընթացան։ Նշված օրը վթարավերականգնողական աշխատանքները թեև շարունակվել են մինչև ուշ երեկո, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել աշխատանքները լիովին ավարտին հասցնել։ Այդ վթարի հայտնաբերումից հետո, որ գազամատակարարումը դադարեցվեց, կար ժամկետում մոտ 1 ժամ հետո հնարավորություն ստեղծեցինք քիմիագործներ, քաղաքի կենտրոն, գազամատակարարումը վերականգնել, մինչև էլ գազամատակարարումը չէր դադարեցվել, Ժդանով, Տավրոս, Տարոններ, Դարբազ գյուղ, նրանք անխափան գազամատակարարներ ունեցել են։ Այժմ էլ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մոնտաժվում է մոտ 160 մետր երկարությամբ գազատար խողովակ, որը թույլ կտա վերականգնել քաղաքի գազամատակարարման 40%-ը, նշում է Հայրուսգազարդ Փակbaşնետիրական ընկերության լոռու գազամատակարարման գազաֆիկացման մասնաճյուղի շահագործատեխնիկական բաժնի պետ Աշոտ Ամիրյանը։ Հիմնարկ ձեռնարկություններն էլ զուգահեռաբար կենսապահովման օբյեկտներ կլինեն, դրանք ԱԳԼՃԿ-ներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, հացի փռեր, այդ աշխատանքներն են իրականացվում։ Գազամատակարարումը լիովին մենք կվերականգնենք, բայց ժամանակավոր տարբերակով, բայց լիարժեք գազամատակարարում կապահովենք, իսկ հիմնական սխեմայով, հիմնական մեր նախատեսած սխեմայով, երբ որ եղանակային պայմանները թույլ կտան։ Մասնագետներն աշխատում են, որպեսզի քաղաքի գազամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետներում վերականգնվի, իսկ պայթյունի պատճառները հստակ կլինի միայն ազատ փորձագետի կողմից իրականացված ստուգումների արդյունքում։ Տաթև Ղազարյան, Նարեկ Մարուքյան, Միք հեռուստաընկերություն։